Քանի որ իրավիճակային տեսանկյունից բավականին հետաքրքիր հարց է ձեր հարցը, այդ պատճառով ընտրել եմ հենց ձեր հարցը պատասխանելու համար։ Ուրեմն դուք նշում եք, որ 16 տարի առաջ դուք եւ ձեր եղբայրը ընդունել եք ժառանգությունները, սակայն դուք գրանցել եք ձեր սեփականությունը, սակայն ձեր եղբայրը չի գրանցել եւ արդեն 16 տարի է, ինչ հայտնի չէ նրա գտնվելու վայրը։ Հիմա հետաքրքրվում եք, թե արդյոք կարող եք դուք ձեր սեփականության իրավունքը ձևակերպել նաեւ ձեր եղբոր բաժնի մասով։ Նշեմ, որ բավականին դուք դժվարություններ կունենաք եւ հիմա հերթով պարզաբանեմ, թե ինչ դժվարություններ կարող եք ունենալ։ Նախ հիշեցնեմ քաղաքացիական օրենսգրքի 1225-րդ հոդվածի 5-րդ մասը, համաձայն որի ընդունած ժառանգությունը համարվում է ժառանգին պատկանող, անկախ դրա նկատմամբ պետական գրանցումից, եթե այդպիսի գրանցում օրենքով պահանջվում է։ Իսկ տվյալ դեպքում սեփականության իրավունքի գրանցումը պահանջվում է եւ նշանակում է, որ ձեր եղբոր ընդունած ժառանգությունը համարվում է նրան պատկանող, անկախ նրանից, որ նա սեփականության վկայական դեռևս նույնիսկ 16 տարի դեռ չի ստացել։ Սա խնդիր մեկը։ Երկրորդ խնդիրը, որ ունենալու ենք, դա այն է, որ դատական կարգով անհրաժեշտ է լինելու հիմնավորել, որ ձեր եղբայրը մեկուսացել է իր սեփականությունից, այսինքն հրաժարվել է իր գույքից, որը ապացուցելու համար անհրաժեշտ է լինելու, որպեսզի առնվազն առանձնացված լինեն ձեր բաժինները եւ ձեր եղբայրը ունենա իր առանձին բաժինը, որը տիրապետած եւ օգտագործած չլինի, որպեսզի դուք կարողանաք հիմնավորել, որ նա փաստացի հրաժարվել է իր գույքից, իսկ օրինակ դուք էլ օգտագործել եք նրա այդ առանձնացված բաժնեմասը։ Հաջորդ հարցը, որ բարձրացնում եք, դա նրա գտնվելու վայրը հայտնի չլինելու հարցն է։ Ուրեմն նշեմ, որ այն դեպքում, եթե սեփականատերը չկա, անհայտ է, ապա օրենքով հնարավոր է նրան ճանաչել անհայտ բացակայող, ապա նաև մահացած հայտարարել, մահացած ճանաչել վճռով, որից հետո միայն ժառանգություն բացել։ Բայց այստեղ հաջորդ հարցն է առաջ գալիս, դուք ձեր եղբորից առաջին հերթի ժառանգ չեք, քանի որ ձեր եղբայրը եթե կունենա կին, եթե կունենա երեխաներ, ապա նրանք կարող են միայն ժառանգել ձեր եղբոր բաժինը։ Այսինքն նաև հաջորդ հարցը, որ առաջանալու է, դա այն է, ձեր եղբայրը արդյոք չունի որևէ առաջի հերթի ժառանգ։ Եթե նա չունի որևէ առաջի հերթի ժառանգ, ապա այո, որպես երկրորդ հերթի ժառանգ դուք կարող եք հանդես գալ, բայց միայն այն դեպքում, եթե դատական կարգով նրան կճանաչեք մահացած եւ օրենքով սահմանված կարգով վճիռը կներկայացնեք նոտարին, կստանաք ժառանգության իրավունքի վկայագիր եւ նոտարը եւս կհամոզվի, որ չկա առաջի հերթի ժառանգներ եւ ձեզ միայն որպես երկրորդ հերթի ժառանգ կտրամադրի ժառանգության իրավունքի վկայագիր եւ միայն որի հիմքով կկարողանաք ստանալ ձեր սեփականության իրավունքը։ Այսպիսի դժվար հարց էիք բարձրացրել, բայց կարծում եմ մյուսներին եւս հետաքրքիր կլիներ։ Լավ եղեք։